Ռուսաստանի անունից հայաստանյան անհանգստությունները ժամանակավրեպ են։ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ խորհրդաժողովի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը, որով վերացվում է դեպի Հայաստանի փոխադրումների արգելքները, կատարել է ընդառաջ քայլ։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել իր տարածքով Ադրբեջան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ։ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ հենց այսօր կարող են իրականացվել միայն ավտոմոբիլային տրանսպորտով։ Երկաթուղային հաղորդակցության համար ենթակառուցվածքները դեռևս չկան կամ լուրջ վերակառուցման կարիք ունեն։ Թուրքական կողմին թվում է, թե պետք է ընդառաջի Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների առաջարկին, իսկ դա ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում։ Պետք է ենթադրել, որ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի տարածքով կապվել եվրոպական եւ մերձավոր արևելքի երկրների հետ, եթե կողմերը Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հասնեն նման համաձայնության, ապա Հարավային Կովկասի լոգիստիկ ամբողջականությունը կվերականգնվի։ Որևէ գործընթաց, մանավանդ երբ այն ակնհայտորեն աշխարհաքաղաքական է, անակնկալներից ապահովագրված չէ, բայց ուշագրավ է, որ Ադրբեջանը դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները հանում է, երբ սկզբունքորեն լուծված է Ռուսաստան-Իրան ցամաքային հաղորդակցության հարցը։ Ընդ որում նախագիծը ներառում է ոչ միայն երկաթուղային, այլև ավտոմոբիլային հաղորդակցություն, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս կապվել ոչ միայն Պարսից ծոցի, այլև Թուրքիայի եւ մերձավոր արևելքի երկրների հետ։ Այս իմաստով Հայաստանի տարածքով ադրբեջանա-թուրքական եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները Ռուսաստանի համար որևէ էական խնդիր չեն հարուցում։ Մանավանդ որ Ռուսաստանը կարող է օգտվել ինչպես Թրամփի ուղուց, այնպես էլ Գյումրի-Կարս երկաթուղուց։ Տնտեսական եւ կոմունիկացիոն նախագծերը հրապարակայնացվում են քաղաքական պայմանավորվածությունների համատեքստում։ Այս առումով ամենայն հավանականությամբ Հայաստանի ընդդիմադիր ուժերի անհանգստությունները, որով նրանք հնչեցնում են Ռուսաստանի անունից, պետք է ժամանակավրեպ գնահատել։